Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ նոյեմբերի 10-ին սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում։ Նախարար Սարգսյանն առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել ՊՕԱԿ-ի անձնակազմին, միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության հետ համագործակցության շրջանակում ցուցաբերած մասնագիտական բարձր պատասխանատվության եւ կատարած աշխատանքի համար։ Անդրադառնալով Գառնիի սեյսմիկ կայանի գործունեությանը, Արփինե Սարգսյանը ընդգծել է կայանի կողմից ստացվող եւ միջազգային գործընկերներին փոխանցվող ճշգրիտ ու բարձրորակ տվյալների կարևորությունը։ Գառնիի սեյսմիկ կայանի հաղորդած ճշգրիտ տվյալները ոչ միայն երկրաշարժերի, այլ նաև տարածաշրջանային եւ հեռավոր ուժեղ սեյսմիկ իրադարձությունների գրանցման աղբյուր են, նպաստելով համաշխարհային խաղաղության ու կայունության ապահովմանը։ Քննարկվել են ազգային դիտացանցի արդիականացման, 2026 թվականին կայանալիք սեյսմիկ ռիսկի նվազեցման թեմայով տարածաշրջանային թրեյնինգային ծրագրի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ հարցեր։ Նախարար Սարգսյանը շրջել է Գառնիի երկրաֆիզիկական դիտարանի թունելախորշում, ծանոթացել սեյսմիկ կայանի աշխատանքին ու երկրաշարժերի գրանցման նորագույն սարքավորումներին։ Նա եղել է նաև Սեսմա երկրաքիմիական անալիտիկ լաբորատորիայում, որտեղ մասնագետները ներկայացրել են տարբեր մարզերի հորատանցքներից բերված ջրանմուշների հետազոտության ընթացքը։ Տվյալների հավաքագրման եւ օպերատիվ մշակման բաժնում Արփինե Սարգսյանը ծանոթացել է երկրաշարժերի գրանցման եւ շուրջօրյա մոնիթորինգի աշխատանքներին։